ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով աղբյուրներին։ Պարզվում է, որ մեկ հեռախոսազրույցով Պուտինը կրկին փոխել է նախագահ Թրամփի կարծիքը Ուկրաինայի վերաբերյալ։ Նշվում է հոդվածում. հրապարակման համաձայն Ռուսաստանի նախագահի այդ զրույցից հետո ամերիկացի առաջնորդը ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինային Տոմահավք թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման քննարկումից այն մտքի վրա, որ Ուկրաինան պետք է տարածքային զիջումներ անի հակամարտությունը լուծելու համար։ Ավելի ուշ Reuters-ը հաղորդել էր, որ Թրամփը հետքել է Ռուսաստանին հնարավոր տարածքային զիջումների մասին Ուկրաինայի հետ զրույցը։ Զելենսկուի հետ հանդիպումից հետո արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկյան կողմը պնդել է Դոնբասը զիջելու վրա։ Սպուտնիկ Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել եւ մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Հիշեցնենք, Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում ձերբակալել են 7 մարդու, այդ թվում գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Ռոսիա Սիվոդնյա մեդիա խումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները մտածածին։ Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիա խմբի մամուլի ծառայության տվյալներով Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում։ Նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում ինսուլին։ Ռոսիա Սիվոդնյան պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ եւ անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել։ CNN-ի լրագրողները կանխատեսել են, որ Ռուսաստանը կարող է գրանցել հաղթանակ Ուկրաինայի դեմ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, հաշվի առնելով ռազմաճակատի փոփոխությունները եւ աշնանային շրջանի ազդեցությունը։ Ռուսաստանի պլանն ու նրա ներքին աջակցությունը կախված են ռազմական հաղթանակից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պետք է հասնի դրան։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա շաբաթներին, ինչը նշանակալի է, հաշվի առնելով, որ հոկտեմբերի վերջը սովորաբար բերում է արմատական փոփոխություններ մարտի դաշտում։ Նշում է հոդվածը։ CNN-ը գրում է, որ թեև ամառային գործողությունների ընթացքում Ուկրաինային հաջողվել է պահել մի քանի կարևոր քաղաքներ, այդ թվում Կրասնոարմեյսկը, Պոկրովսկ, Կուպյանսկը եւ Կոնստանտինովկան, դրանց վերահսկողությունը խիստ անկայուն է։ Լրագրողները ընդգծում են, որ ռուսական առաջխաղացումը բաց տարածքներով եւ փոքր գյուղերով ստեղծում է առավելություն Մոսկվայի համար նախքան ձմռան գալուստը։ Ավելին, Բիլդի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռեպկեն ընդգծել է, որ ուկրաինական բանակի դրական տրամադրությունը պատերազմի գծում աստիճանաբար անհետանում է, մինչդեռ ռուսական ուժերը առաջացել են շուրջ 20 կիլոմետրով Դնեպրոպետրովսկի շրջանում։ Ռուսական զինված ուժերի զինվորականները փրկել են վիրավոր ուկրաինացի զինծառայողին, որը փորձել է հանձնվել, բայց ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակմանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին պատմել է հենց գերին ուկրաինացի Ալեքսանդր Նեդաշկովսկին։ Նեդաշկովսկին վուս 3-րդ առանձին հարվածային բրիգադի զինվորը նշել է, որ փորձել է ինքնակամ հանձնվել, որպեսզի փրկի իր խմբի մյուս զինվորների կյանքը, սակայն նրանց հրամայել են մինչև վերջ չնահանջել։ Ռուս զինվորականները կարողացել են նրան դուրս բերել կրակի գոտուց եւ տեղափոխել ապահով տարածք։ Գերին ցույց է տվել նաեւ իր բլինդաժի տեղը, որը մինչ այդ անհայտ է ռուսական ստորաբաժանումների համար։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասնակիցներից մեկը Կրասնոդարի երկրամասից իր մարմնով ծածկել է ուկրաինական նռնակն ու ողջ մնացել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին գրել է իր Telegram-ի անալիքում։ Մեդվեդևը ընդգծել է, որ Թրամփի Տոմահավք հրթիռների մատակարարումից հրաժարումը չի նշանակի, թե Արևմուտքը կդադարեցնի իր ամբողջ աջակցությունը Կիևին։ Նրա խոսքով Ուկրաինան շարունակում է կախված մնալ արևմտյան օգնությունից, իսկ նման հանդիպումները միայն բացահայտում են այդ կախվածության չափերը։ Քաղաքական գործիչը անվանել է Զելենսկուն լացկան մուրացիկ, որը տարիներ շարունակ շրջում է աշխարհով նոր զենք եւ փող մուրալու համար։ Մեդվեդևն ընդգծել է, որ Թրամփի հրաժարվելը Ուկրաինային հարված է հասցնում, սակայն դա դեռ չի կանգնեցնի արևմուտքի ընդհանուր քաղաքականությունը Ռուսաստանի դեմ։